Շիրակի մարզի Անի համայնքի Շիրակաբան բնակավայրը նոր դպրոց կունենա եկող տարի։ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ կառուցվող եռահարկ կրթահամալիրի շինաշխատանքների մեկնարկը տրվել է 2024-ի դեկտեմբերին։ Ծրագրի բյուջեն 1 միլիարդ 995 միլիոն դրամ է։ Նախատեսված է 2026 թվականին ավարտը եւ այս համալիրը կազմված է ուրեմն 3 հարկից, ինքը ունի ապաստարան, մյուս 2 հարկն էլ հենց լաբորատորիաներ են, դասասենյակներ են, ունի մարզադահլիճ եւ դրսում կա մարզահրապարակ։ Մարզպետ Դավիթ Արուշանյանը այցելել է շինհրապարակ հետևել աշխատանքների ընթացքին։ Անի մեկ այլ ջրափի համայնքում եւս կրթահամալիր է կառուցվում։ Շատ կարևորում ենք Շիրակաբանի ու ջրափի դպրոցները, որովհետեւ իրենք սահմանամերձ գյուղեր են եւ այդ դպրոցները, որոնք կառուցում են, նաեւ կլաստերային դպրոցներ են, օրինակ Շիրակաբանում 3 գյուղի համար է դպրոց կառուցվում, մոտ 300 երեխայի համար, այստեղ կառուցվում է 6 գյուղի համար, եւս մոտ 300 երեխայի համար եւ դպրոցը ամբողջությամբ նոր է, նոր գույքով, նոր տեխնիկայով եւ հուսանք ժամանակի մեջ կտեղավորվեն, նաեւ մեր գործառույթներից մեկը դա է, ես միշտ ասել եմ, որակ եւ ժամկետ։ 2 միլիարդ 16 միլիոն դրամ արժողությամբ ծրագրի մեկնարկը տրվել է 2024-ին, ավարտը դարձյալ 26-ին է։ Մարզպետարանի ներկայացուցիչները դիտարկել են նաեւ Անիի տարբեր բնակավայրերում պետբյուջեի միջոցներով սուբվենցիոն եւ առաջնահերթ լուծում պահանջող ծրագրերով իրականացվող շինաշխատանքների ընթացքը։ Լուսաղբյուրը տարիներ շարունակ խմելու ջրի խնդիր է ունեցել։ Լուսաղբյուրում հրատապ կառավարության ծրագրով ներառված ներքին ցանցի հիմնանորոգման ծրագրին, որն արդեն ավարտվել է եւ ջրամատակարարումը լիարժեք շուրջօրյա կազմակերպվում է Լուսաղբյուր գյուղում։ Իրականացվում են ասֆալտապատման լայնածավալ աշխատանքներ Սարակապում, Հայկաձորում, Մարալիկում։ Սուբվենցիոն այս ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 656 միլիոն 733 հազար 681 դրամ։ Շրջայցի ժամանակ հայտնաբերված թերացումները պետք է շատ արագ շտկվեն, ասում է Դավիթ Արուշանյանը։ Ճանապարհահատված կար, որը առաջի շերտը ասֆալտապատման անելուց հետո խնդիրներ էր առաջացել, հիմա շինարարությունը այդտեղ կանգնեցված է, այդ ամբողջությամբ նորից կանդվելու է այդ հատվածը, գրունտից սկսած նորից անելու են եւ առաջի երկրորդ շերտերը վերջնական պատկերը ստանալու են, որ խնդիրներ չառաջանա, անորակ շինարարություն Շիրակի մարզում եւ որևիցե տեղ չի ընդունվելու։ Շիրակի եւ Արագածոտնի մարզերին ծառայող Զարինջա-Ձիթանքով ավտոճանապարհի 4.3 կիլոմետր երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքները եւս ընթացքի մեջ են։ Քրիստինա Մկրտչյան, Մարտին Գևորգյան, լուրեր։